Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը եղել է Հովհաննես Քաջազնունին, Իգիթխանյանը։ Նա ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին, Նոր տոմարով 14-ին, Ախալքալաքում։ 1877-ից 1886 թվականներին Թիֆլիսում ստացել է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա ռեալական ուսումնարանում։ 1887-ից 1893 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում։ Հենց ուսանող տարիներից 1893-ից սկսած անդամագրվել է հայ հեղափոխական դաշնակցությանը։ 1907-ից 1910 թվականներին զբաղվել է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով, բայց 1910 թվականի ամռանը ձերբակալվել է։ Ազատվելով խոշոր դրամական գրավով, խուսափելով դատից, տարվա վերջին գնացել է արտասահման։ 1911-ից 14 թվականներն անցկացրել է Ֆրանսիայում, Փարիզում, Մոնպելիեում, Բելգիայում, Գենտ քաղաքում, Բրյուսելում, որից հետո Օսմանյան կայսրությունում։ 1917 թվականին Քաջազնունին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի, իսկ 1918-ի փետրվարին Անդրկովկասյան Սեյմի անդամ։ Սեյմի կազմում 18 թվականին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին։ Նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ, Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել է Բաթումի հայ-թուրքական հաշտության և բարեկամության դաշնագիրը։ Դեռևս վարչապետի պաշտոնում Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում։ 1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդանի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ նոյեմբերի վերջին դառնում նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով կրկին ձերբակալվում է։ Մասնակցում է 1921 թվականի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին։ 1921 թվականի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում։ Բուխարեստում ապրելու ժամանակ գրում է հայ հեղափոխական դաշնակցությունն անելիք այլևս չունի աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, ապա տպում առանձին գրքույկով, նույն տարում լքում է կուսակցության շարքերը։ 1924-ին վերադառնում է խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետական համալսարանում։ Քաջազնունին մահացել է 1938 թվականի հունվարի 15-ին, այլ տվյալներով 1937-ի դեկտեմբերի 29-ին, Վանտային հիվանդանոցում գրիպից և թոքաբորբից։ Նա ունեցել է 6 զավակ, 4 որդի և 2 դուստր, ըստ ծննդյան հերթականության Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն և Մարգո։ Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի 3 որդիները մեկնեցին ռազմաճակատ։ Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում։ Հովհաննես Քաջազնունին, ըստ որոշ վերջնականապես չճշտված տվյալների, թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, ներկայիս Ազգային ժողովի տարածքում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհետ կորել է։ Նրա աղջիկ Մարգոն, Մարգարիտ Քաջազնունին, Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցրել հոր համար։